Այսօր մենք կխոսենք մի համադրության մասին, որը առաջին հայացքից կարող է անսպասելի թվալ։ Սա սխտորն ու մեղրն են։ Մեկը սուր է, մյուսը քաղցր։ Մեկը վառ ու կտրուկ հոտ է արձակում, մյուսը փափուկ ու մեղրային։ Բայց հենց միասին նրանք տալիս են հզոր էֆեկտ, որը բնությունը դարեր շարունակ պատրաստել է մեզ համար։ Այս տեսանյութը սխտորի ու մեղրի մասին է։ Ինչու են դրանք դարձել ժողովրդական բժշկության մաս, ինչ օգտակար հատկություններ ունեն, ինչպես են ազդում մեր օրգանների ու համակարգերի վրա, եւ ամենակարևորը, ինչպես ճիշտ կիրառել այս խառնուրդը առօրյայում, առանց բուժումը չափից դուրս տանելու։ Կլինի խոսք կազմության, բաղադրատոմսերի եւ իհարկե հակացությունների մասին։ Մնացեք մեզ հետ, դուք կիմանաք ամենակարևորն առանց չափազանցության, բայց նաեւ առանց լռության։ Մեղր եւ սխտոր։ Այս երկու ապրանքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Դրանք հարգվել են Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։ Եվ թերևս չկա երկրի վրա մի մշակույթ, որտեղ չեն օգտագործվել դրանք բուժական նպատակներով, հատկապես զույգով, քանի որ նրանց միությունը ուժեղացնում է յուրաքանչյուր բաղադրիչի գործողությունը, ստեղծելով էֆեկտ, որը հաճախ անվանում են առողջության բնական էլիքսիր։ Սկսենք սխտորից։ Նրան բոլորը չեն սիրում, հենց իր սուր հոտի պատճառով, եւ հաճախ այն առաջացնում է վեճեր, իսկապես օգտակար է, թե վնասը ավելի շատ է, քան օգուտը։ Պատասխանը պարզ է, ամեն ինչ կախված է քանակից եւ այն կերպից, թե ինչպես ենք մենք այն կիրառում։ Սխտորը պարունակում է եզակի նյութ, ալիցին։ Այն առաջանում է, երբ ատամը կտրում կամ ճզում է։ Հենց ալիցինն ունի արտահայտված հակաբակտերիալ գործողություն։ Այն պայքարում է վիրուսների, սնկերի, մակաբույծների դեմ։ Սա ինչ-որ կերպ բնական հակաբիոտիկ է, որը ի տարբերություն սինթետիկների չի խախտում աղիքային միկրոֆլորան, եթե ընդունվում է խելամտորեն։ Բայց ալիցինը սխտորի գազմի միակ հերոսը չէ։ Նրա մեջ կան նաև վիտամին C, B խմբի վիտամիններ, սելեն, պղինձ, ցինկ։ Սա միկրոէլեմենտների ամբողջ կոկտեյլ է, որը կարող է աջակցել իմունային համակարգին, բարելավել լյարդի աշխատանքը, նպաստել անոթների մաքրմանը։ Բացի այդ, սխտորը արյան վրա ունի մեղմ նոսրացնող ազդեցություն, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նպաստում է թրոմբերի կանխարգելմանը եւ օգնում է բարելավել սրտանոթային համակարգի ընդհանուր վիճակը։ Կա նաև մյուս կողմը։ Սխտորը ակտիվացնում է նյութափոխանակությունը, օգնում է թույլ մարսողության դեպքում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ թեթևացնում է հոդացավերը, շնորհիվ իր հակաբորբոքային հատկությունների։ Նա կարող է ունենալ մեղմ ցավազրկող էֆեկտ, հատկապես եթե ընդունվի դատարկ ստամոքսին, բայց դա պետք է անել զգուշորեն։ Հիմա մի քիչ մեղրի մասին։ Նրան ոչ իզուր անվանում են հեղուկ ոսկի։ Իսկական մեղրը հավաքված էկոլոգիակապես մաքուր վայրում պարզապես քաղցրություն չէ։ Սա ֆերմենտների, օրգանական թթուների, միներալների եւ վիտամինների հարուստ աղբյուր է։ Նրա մեջ կան գլյուկոզա եւ ֆրուկտոզա, հեշտությամբ յուրացվող ածխաջրեր, որոնք էներգիա են տալիս առանց արյան մեջ շաքարի կտրուկ թրիչքի, եթե մեղրը բնական է եւ չափավոր քանակով։ Մեղրը պարունակում է B1, B2, B6 վիտամիններ, վիտամին C, K, E, ինչպես նաեւ մագնեզիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր եւ կալցիում։ Նա ունի արտահայտված հակասեպտիկ գործողություն, արագացնում է հյուսվածքների ապակինումը, օգնում է մրսածության, հազի, անքնության դեպքում։ Բացի այդ, նրա քաղցրությունը կարող է ծածկել այլ բուժիչ ապրանքների սրությունը, օրինակ նույն սխտորի։ Երբ մեղրն ու սխտորը միանում են, սկսվում է հետաքրքիր բան, ոչ միայն համի, այլև ֆիզիոլոգիայի տեսանկյունից։ Մեղրը ինչ-որ կերպ փակում է սխտորի ակտիվ նյութերը, օգնելով նրանց ավելի երկար պահպանվել եւ ավելի հեշտ յուրացվել։ Նա մեղմացնում է նրա ազդեցությունը լորձաթաղանթների վրա։ Խառնուրդը դարձնում է ավելի հարմարավետ ստամոքսի համար։ Ամենապարզ բաղադրատոմսերից մեկը սխտորի մեջ ներծծված մեղրն է։ Այդպիսի խառնուրդ պատրաստելու համար պետք է վերցնել 10-12 բջեղ սխտոր, թեթևակի ճզմել դրանք առանց կաշի դարձնելու եւ լցնել 200-230 մլ բնական հեղուկ մեղրով։ Ամեն ինչ դնում ենք ապակե բանկայի մեջ, ամուր փակում ենք կափարիչով եւ թողնում ենք 5-7 օր մութ տեղում։ Այդ ընթացքում սխտորը մեղրին կհանձնի իր բոլոր ակտիվ նյութերը եւ կստացվի նարնջագույն ներծծում, բուրավետ, կծու, թեթև սուր։ Այդպիսի խառնուրդը խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին 1 թեյի գդալով, նախաճաշից 20-30 րոպե առաջ։ Արդեն 1 շաբաթ հետո շատերը նկատում են մարմնում թեթևություն, մարսողության բարելավում, գերսնման հակումի նվազում։
Ոմանք ասում են, որ ավելի հեշտ են արթնանում, իսկ մաշկը ավելի մաքուր։ Կան տվյալներ, որ տարեց մարդկանց մոտ այդպիսի խառնուրդը օգնում է կայունացնել ճնշումը եւ բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Եթե ուզում եք ուժեղացնել էֆեկտը, կարող եք խառնուրդին ավելացնել մի քիչ թարմ կոճապաղբեղ, կիտրոնի հյութ։ Այս ապրանքներն էլ ունեն հակաբորբոքային գործողություն եւ լավ համակցվում են հիմնական բաղադրիչների հետ։ Բայց կա ևս մեկ հետաքրքիր կիրառման եղանակ, որի մասին գիտեն ոչ բոլորը։ Սխտորը կարող է չորացվել եւ աղալ փոշու մեջ, ապա խառնվել մեղրի եւ փոքր քանակությամբ աղացած կտավատի կամ չիայի սերմերի հետ։ Այդպիսի խառնուրդը ոչ միայն ամրացնում է իմունիտետը, այլև գործում է որպես աղիքների պերիստալտիկայի մեղմ խթանիչ։ Հիանալի տարբերակ նրանց համար, ովքեր տառապում են փորկապությունից կամ դանդաղ մարսողությունից։ Գոյություն ունի նաև սխտոր մեղրային ըմպելիքի բաղադրատոմս։ Մի բաժակ տաք ջրի մեջ ավելացնում են 1 թեյի գդալ մեղր եւ 2-3 կաթիլ սխտորի հյութ։ Այս ըմպելիքը լավ աջակցում է օրգանիզմին մրսածության առաջին նշանների եւ սեզոնային հոգնածության դեպքում։ Գլխավորն է չգերազանցել դոզան։ Նույնիսկ բնական միջոցները կարող են ուժեղ գործողություն ունենալ։ Ոչ պակաս հետաքրքիր թեմա են սխտորի սերմերը, որոնք հաճախ օգտագործվում են ժողովրդական պրակտիկայում։ Թեև դրանք ավելի քիչ տարածված են, քան բջեղները, սերմերն էլ պարունակում են օգտակար նյութեր։ Դրանք աղում են, չորացնում եւ օգտագործում որպես համեմունք կամ ներծծումների հավելում։ Համարվում է, որ դրանք բարելավում են լեղու արտահոսքը, օգնում են լյարդին հաղթահարել բեռները, հատկապես ձմեր գարնանային շրջանում։ Սակայն ամբողջ օգուտի դեպքում, ինչպես ցանկացած միջոցի, մեղրի եւ սխտորի խառնուրդն ունի հակացություններ։ Առաջինը՝ ալերգիան։ Մեղրը բարձր ալերգենային ապրանք է։ Նույնիսկ թեթև զգայունության դեպքում մեղրի նկատմամբ պետք է հրաժարվել դրա ընդունումից։ Նաև զգուշություն է պահանջվում շաքարային դիաբետի դեպքում։ Մեղրը թեև բնական է, բայց միևնույն է շաքար է։ Սխտորը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Հետևաբար, գաստրիտի, խոցի, պանկրեատիտի կամ այլ սուր խնդիրների դեպքում ավելի լավ է բացառել այն կամ փոխարինել ավելի մեղմ ձևերով։ Հատկապես զգուշորեն պետք է կիրառել խառնուրդը հիպոտոնիայի դեպքում։ Սխտորը կարող է ել ավելի իջեցնել ճնշումը։ Եվ իհարկե հղիներին եւ կերակրող կանանց պետք է խորհրդակցել բժշկի հետ նախքան ցանկացած ժողովրդական միջոց կիրառելը։ Կարևոր է հիշել, որ մեղրն ու սխտորը կախարդանք չեն։ Դրանք չեն կարող փոխարինել լիարժեք սննդակարգին, թարմ օդում զբոսանքներին, լավ քնին եւ չափավոր ֆիզիկական ակտիվությանը։ Բայց դրանք իսկապես կարող են դառնալ հուսալի աջակցություն, հատկապես անցումային սեզոններում, երբ իմունիտետը թուլացած է, իսկ օրգանիզմը կարիք ունի սնուցման։ Գաղտնիքը կայանում է այդ խառնուրդը կուրսերով ընդունելու, չափից չգերազանցելու, ակնթարթային էֆեկտի չսպասելու մեջ։ Սա հապ չէ, այլ մեղմ, խնայող, բայց կանոնավոր օգնություն։ Հենց դրանում է բնության ուժը։ Այն գործում է աստիճանաբար, բայց խորքորեն։ Եթե դեռ չեք փորձել այդպիսի խառնուրդ, տվեք նրան շանս, բայց մոտեցեք խելամտորեն։ Լսեք ձեր մարմնին, քանի որ երբեմն ամենապարզը կարող է տալ հզոր արդյունք։ Եվ եթե ունեք ձեր սեփական բաղադրատոմսեր կամ անձնական փորձ մեղրի եւ սխտորի կիրառման մասին, անպայման կիսվեք մեկնաբանություններում։ Ձեր խորհուրդները կարող են օգտակար լինել ուրիշների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Առողջ եղեք եւ մինչեւ նոր հանդիպումներ։